Բարև ձեզ։ Այսօր Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը կպատասխանի մեր օգտատերերի հարցերին, բայց նախ հակիրճ հարցերի մասին։ Ինչ է նշանակում Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, Տեր Ողորմյան կամ Վարդարանը ինչ կապ ունեն քրիստոնեության հետ, անմաքրության օրերին կինն ինչու չի կարող հաղորդություն ստանալ, քանի տարի ապրել Սիմեոն ծերունին Տիրոջ օծյալին տեսնելու համար, պահք պահելիս ինչու ենք հրաժարվում հենց կենդանական ծագման կերակուրներից, Հովանես Մկրտիչն ինչու էր ջրով մկրտություն կատարում։ Տեր Հայրն արդեն միացել է մեզ, շնորհակալ եմ Տեր Հայր, օրհնեցեք։ Աստված օրհնի ձեզ եւ մեզ բոլոր հետևողներին։ Ինչու են ասում Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա։ Ինչ է այս պարագային նշանակում աստվածանալ եւ արդյոք դա հնարավոր է։ Անի Խաչատրյանն է հարցնում, խնդրեմ։ Շնորհակալություն Անիին հարցի համար։ Իրականում այս խոսքը Աթանաս մեծին վերագրվող խոսք է եւ այն հնչում է մի փոքր այլ կերպ։ Քրիստոսի մասին բառացիորեն Քրիստոսի անուն չի տրվում, ասում է Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա։ Անշուշտ հասկանալի, որ երրորդության երկրորդ անձի Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացման մասին է։ Քրիստոնեական ընկալման համաձայն առհասարակ, երբ խոսում ենք արարչության մասին, մարդու ստեղծագործության մասին, միշտ շեշտում ենք, որ Աստված մարդուն ստեղծել է, որովհետև կամեցել է, որ իր կատարելությունը, այն ինքնաբավությունը, ամենագոհությունը, ամենաերջանիկ կատարելությունը, որ ինքն ունի, կամեցել է, որպեսզի լինեն այլոք եւս, լինեն ուրիշներ եւս, որոնք այդ նույն երանական վիճակը կարող են ունենալ։ Ահա սա է պատճառը, երբ որ մենք ասում ենք, որ Աստված իր սիրուց, մղված սիրով արարեց մարդկանց։ Ուրեմն մարդկանց ստեղծել է Աստված իրպես լինելու համար։ Հետագայում անշուշտ Աստվածաշունչը մեզ պատմում է մեղանչման մասին եւ այդ ճանապարհի խոտորման, ընդհատման մասին, եւ Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացմամբ մարդու Աստծուն մոտենալու, Աստծուն նմանվելու, աստվածանմանության ճանապարհով գնալու եւ ի վերջո Աստծուն միանալու հնարավորությունը ել ավելի կատարյալ կերպով է տրվել մեզ։ Ահա սա է պատճառը, որ Աթանաս մեծն ասում է Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա։ Թեոսիսի գաղափարն է մարդու աստվածացման, Տիրոջը միանալու, Տիրոջը նույնանալու, ուրեմն պատմությունն է սա, որ նաև մեր աստվածաբանական ավանդության մեջ տեղ ունի, այս մասին Ներսե Շնորհալին է բավական շատ խոսում իր տարբեր գործերի մեջ եւ պետք է խորհուրդ տամ նաև Անիին ու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են, կարդալ մեր վարդապետներից այսօր արդեն սրբազան Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսանյանի, ուրեմն լինել Աստված հետաքրքրական աշխատությունը, որ իր վարդապետական թեզն էր, որտեղ այս բոլորին անդրադարձ կա։ Ուրեմն Աստծուն նմանվելու, բարոյապես, հոգեպես, ամեն կերպով Տիրոջը նմանվելու ճանապարհն է աստվածացման ճանապարհը, որի հանգուցալուծումը իսկապես Տիրոջ նման դառնալու եւ Տիրոջը միանալու առումով տեղի ունենալու շնորհի միջոցով, Աստուծո միջամտության միջոցով, Տիրոջ կողմից դա իբրև շնորհ է տրվել մեզ։ Բայց ես մեկ այլ բան կուզենայի հիշեցնել մեր բոլոր հետևողներին, Աթանաս մեծի ասածը Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, շատ դարեր հետո մեկ այլ խելացի մտածող մի փոքր ձևափոխելով ասաց Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա։ Ահա այսպիսի շեշտադրում արվեց, քանի որ շատ վերերկրային է մարդու աստված դառնալու կամ աստվածացման մասին խոսելը կամ մտածելը ընդհանրապես։ Մենք դեռ խնդիր ունենք իրապես Աստուծո պատկերացրած, Աստծո ընկալած մարդը լինելու։ Ահա թե ինչու ասվում է նաև Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա։ Տեր Ողորմյան կամ Վարդարանը որևէ կապ ունեն քրիստոնեության հետ, Ժորժն է այս հարցի հեղինակը։ Անշուշտ կապ ունեն եւ ոչ միայն քրիստոնեության հետ կապ ունեն, կամ քրիստոնեական ընկալումից Տեր Ողորմեի կամ Վարդարանի կամ Ռոզարիա կոչվածի, որ նույն Ռոզ կամ Ռոզա վարդ արմատն ունի, միջնադարից է գալիս եւ կաթոլիկ
վանականների փորձառությունից է սա սերում, այսպես ասենք։ Վարդարանը իրենից ներկայացնում է մի պարզ համրիչ, թելի վրա անցկացված տարբեր ուրեմն քարերից պատրաստված մի շղթա, որը վանականները իրենց ձեռքին պահելով, ամեն մի հատիկը համրելով, ուրեմն օգտագործում էին իբրև աղոթքի հերթականություն։ Ավանդությունն ասում է, որ 150 սաղմոսները ասելու համար է ի սկզբանե վարդարանը կամ ռոզարիան օգտագործվել կամ Տեր ողորմյան օգտագործվել, եւ ավելի շատ հանրահռչակվել է, այսպես ասենք, 13-րդ դարից սկսած դոմինիկյան միաբանությունն է ավելի շատ կիրառել կաթոլիկների մեջ։ Ավանդությունն ասում է, որ Դոմինիկին Աստվածամայրը հայտնվում է եւ պատգամում է այդ վարդարանով աղոթք անել։ Ուրեմն տարբեր աղոթքներ կան, որ այս վարդարանի հատիկները քաշելու ընթացքում ասում են Հայր մեր, ողջույն քեզ Մարիամ, տարբեր աղոթքներ։ Նույնիսկ ասեմ, որ հետաքրքրական է այս վարդարանի կիրառության հետ է կապվում նաեւ 1571 թվականին տեղի ունեցած Լեպանտոյի ուրեմն ծովային ճակատամարտում թուրքերի հանդեպ Սրբազան լիգայի, այսպես ասենք, իսպանական կայսրության եւ Վատիկանի քրիստոնեական տարբեր երկրների համախմբվածության համախումբ զորքերի հաղթանակը թուրքերի հանդեպ, ուրեմն 1571 թվականին կապում են Ռոզարիայով, վարդարանով աղոթք անելու, որտեղ ճակատամարտից 1 օր առաջ այս վարդարանով աղոթք էր անում զորքը եւ աղոթում էին նաեւ նույն այս վարդարանի սկզբունքով Հռոմում այս հաղթանակի համար, որով թուրքերի առաջխաղացումը դեպի Եվրոպա կասեցվեց եւ սա ամենամեծ ծովային ճակատամարտն էր Եվրոպայում տեղի ունեցած։ Պիտի շեշտեմ, որ այսօր մեզանում տարածված Տեր ողորմյանները կամ ժողովրդի լեզվի մեջ, լեզվամտածողության մեջ ավելի արմատացած կերպով ասում ենք թզբեղ կամ թազբե կամ թասբիխ, ավելի ճիշտ արաբերեն հնչողությունն է, ինքը գալիս է մահմեդականությունից, առավել որտեղ նույն այս համրիչները կային մահմեդական կրոնի մեջ, իրենք եւս Ալլահը սուրբ է, փառք Ալլահին, Ալլահու ակբար եւ այլն, այսպիսի արտահայտություններով այդ Տեր ողորմյան կամ թասբիխը օգտագործել են աղոթքի համար։ Բայց եթե ել ավելի անկեղծ լինենք, մեզանում տարածված այդ թզբեղ կոչվածները, իրենք շատ ավելի քրեական ենթամշակույթից ծագում ունեցող ատրիբուտներ են, այսպես ասենք, որոնք որ բացարձակ ոչ մի կապ չունեն աղոթքի հետ եւ դրանց տրվում է առհասարակ լրիվ այլ սիմվոլիկա կամ խորհրդաբանություն։ Եկեղեցական կանոնի համաձայն անմաքրության օրերին կինը պատարագի կարող է մասնակցել, սակայն չի կարող մոտենալ հաղորդությանը։ Ինչու՞։ Մարիան է հարցնում։ Ինչու շատ կարճ է պատասխանը իրականում։ Ինչու, որովհետև ժամանակին ընկալել են, որ կինը այդ ժամանակահատվածում իր կյանքի գտնվում է անմաքրության մեջ եւ չի կարող մոտենալ սրբություններին, բայց սա ասում ժամանակին են այդպես մտածել։ Հիմա ուղղափառ աշխարհում շատ ավելի ազատ են մտածում եւ հասել են նրան, որ ասում են կինը կարող է մասնակցել արարողություններին, բայց հաղորդություն չպիտի ստանա։ Նույնիսկ ուղղափառ եկեղեցիներից մեկի կողմից հատուկ որոշում էր կայացվել, որ կինը կարող է մոտենալ համբուրել ավետարանը, սրբությունները համբուրել, բայց հաղորդություն ստանալ չի կարող։ Ուրեմն այս հարցի պատասխանը ավելի մանրամասն, որ հայրը ինչպես ասեց եւ այլն կարդալու համար, իմանալու համար, խնդրեմ, կարդացեք մեր շնորհաշատ վարդապետներից հայր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի Սուրբ հաղորդությանը վերաբերող հարցաշարը, որտեղ մանրամասն ներկայացված է, բայց այնտեղ ներկայացված հայրերի կարծիքից ես միայն Հովհաննես Ոսկեբերանին եմ ուզում առանձնացնել։ Ոսկեբերանը ասում է կարող է հաղորդվել։ Այնպես որ ես Ոսկեբերանի տեսակետի կողմնակիցն եմ եւ երբևէ որևէ պատարագի ընթացքում հարցրած չկան, որ կամ հայտարարած չկան, որ ովքեր գտնվում են այս վիճակում, թող չմոտենան հաղորդության։ Քավլիցի ես կարծում եմ շատ ավելի կիրառական բնույթի խնդիր է եղել վաղ եկեղեցում, երբ որ հիգիենայի պարագաների խնդիր է եղել, երբ որ արնահոսող կինը ինքն էլ դժվարություն է ունեցել իր հիգիենան պահելու եւ այլն, բայց մենք այսօր այդ խնդիրը չունենք, բացարձակապես։ Իսկ խորամուխ լինելու, որ արդյոք սա անմաքրություն է թե ոչ, ես պարզ մի ընդամենը մի հանգամանքի վրա կուզեմ բոլորիդ ուշադրություն դարձնել։
Կինը, որը որ ճունի այդ շրջանը իր կյանքում, այդ ցիկլը չի լինում իր մոտ, առողջական խնդիր ունի։ Այսինքն առանց այս դաշտանի ցիկլի որևէ մեկը չի կարող ծնվել եւ գիտենք, որ սա խանգարում է։ Հիմա սա Աստուծո կողմից մարդու մեջ դրված բնական ընթացք է, որով նաև սերնդագործությունն է ապահովում։ Ես ինչպես կարող եմ 21-րդ դարում վեր կենալ ու հայտարարել, թե սա անմաքրության շրջան է։ Կապիցի ես ասում եմ 5-րդ դարի մեր հայրապետներից Հովհաննես Ոսկեբերանի տեսանկյունը լրիվ այսօր կիսում է։ Քանի տարեկան է ապրել Սիմեոն ծերունին եւ ինչքան ժամանակ է սպասել, որպեսզի արժանանա Տիրոջ օծյալին տեսնելու պատվին։ Շատ հետաքրքիր հարց է իմիջայլոց, որովհետեւ ով իմանա քանի տարեկան է ապրել, մինչեւ քանի տարեկան է ողջ մնացել, հա։ Եկեք հաշվարկներ անենք, հիպոթետիկ, այսպես ասեմ։ Եթե ընդունենք, որ 70-ից թարգմանությունը 5 դարակարանի եբրայերենից հունարեն թարգմանությունը տեղի ունեցել Քրիստոսից առաջ 3-րդ դարի կեսերին, 270-ականներ կամ 280-ականներ, եւ ավանդությունն ասում է, որ Սիմեոնը թարգմանողներից մեկն էր եւ ինքն էր, չէ, Եսայիա մարգարեության 7:14-ը թարգմանում, որտեղ ասվում էր ահագույսը պիտի հղիանա եւ մի զավակ մի որդի ծնի, հա, եւ այդտեղ ինքը կասկածով էր լծված, որ արդյոք կհասկանան մարդիկ թե ոչ, եւ ավանդությունն ասում է ննջեց, ապա զարթնեց եւ ոսկե տարերով տեսավ դա գրված։ Ուրեմն եթե իսկապես Սիմեոն ծերունին թարգմանիչներից մեկն էր, դու մի գոնե մի 20-25 տարեկան պիտի լիներ 280-ականներին, որ կարողանար արդեն թարգմանել, հա, չնայած որ ավանդությունն ասում է իրենք արդեն տարիքն առած իմաստուն թարգմանիչներ էին, հետևաբար 350-ից ավել, մոտ 360-ի կողմերը պիտի լիներ երևի, թե երբ Տեր Հիսուս Քրիստոսին տեսնելուն եւ գրկելուն արժանացավ Սիմեոն ծերունին։ Բայց կներեք, ես մի հարց տամ, այդ ինչ իմաստ կա այս թվաբանության մեջ։ Ուղղափառ ավանդության մեջ, օրինակ, ես հիշում եմ վարքագրական ժողովածուներից մեկ Դմիտրի Ռոստովսկին կա, որ ռուս եկեղեցու հայրերից մեկն է, այսպես ասենք, վարքաբանության առումով ինքն է սուրբերի վարքը ամենաընդգրկուն առումով ձևավորել, կազմակերպել, գրի առել։ Ինքը ասում է 360 տարի է ապրել, բայց եթե ինձ մնա, ես չգիտեմ։ Ասեմ ավելին, 70-ից թարգմանությունը 3-րդ դարում չի ավարտվել։ 280-ականներից սկսել է, բայց ինքը մինչև Քրիստոսից առաջ առաջին դար ձգվել է։ Հետևաբար այստեղ թվերի մեջ մտնելու եւ ճշգրտումներ անելու գործը անշնորհակալ մի բան է եւ իմաստել չկա, մի չարչարվեք սրա։ Պահք պահելիս ինչու ենք հրաժարվում կենթանական ծագման կերակուրներից, չէ՞ որ Սուրբ գրքից գիտենք, որ մեր նախածնողներին պատվիրվեց չուտել ծառի պտղից, այսինքն միրգ։ Մարիետայի առաջին հարցն է։ Ես էլ այդ հարցին մի ուրիշ հարցով պատասխանեմ, բայց մեր ծնողները կենթանի չէին ուտում այն ժամանակ։ Այսինքն միս ուտելու հնարավորություն էլ չունեին։ Այնտեղ կենթանիները իրենց համար ազատ անկար զբոսնում էին եւ նրանցից ոչ մեկին մարդը ուտելու ցանկություն եւ միտք էլ չուներ անգամ։ Եթե իհարկե այսպես մանրամասն փորձենք վերլուծել։ Ուրեմն խնդիրը այստեղ ինչ ուտել չուտելու մեջ չի, խնդիրը այստեղ հետեւյալն է։ Մեր նախածնողներին պահք տրվեց, արգելանք դրվեց կոնկրետ գործողություն անելու, որը չկարողացան պահել։ Այսօր մենք կենթանական ծագման կերակուրներից հրաժարվում ենք գերազանցապես մի պատճառով, որովհետև դրանց մեջ շատ ավելի մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակվում, շատ ավելի մեծ էներգետիկ պաշար կա կենթանական ծագման կերակուրի մեջ, իսկ մենք պահքի ընթացքում փորձում ենք կամավոր կերպով ավելի թուլացնել մարմինը, տկարացնել մի փոքր, ոչ վնասելու աստիճանի, շատ կարևոր եմ համարում շեշտելու, ոչ վնասելու աստիճանի, փորձում ենք տկարացնել մարմինը եւ ուշադրություն դարձնել հոգու հզորացման վրա։ Սա է պատճառը։ Եվ մյուս կողմից նաեւ հետաքրքրական է, որ այս մեծ պահքի շրջանը համընկնում է հենց բնության զարթոնքի եւ ռեպրոդուկցիոն process-ների հետ։ Հետևաբար բնության այս զարթոնքի ընթացքում, երբ որ մենք կենթանական ծագման
մթերք չեն օգտագործում, օգնում ենք նաև որպեսզի կենդանիները վերարտադրվեն եւ պահպանվի այն ռեսուրսը, որը հետո էլի մարդուն է ծառայում։ Ուրեմն այսպեսի տարբերակ եւս գոյություն ունի, բայց առավելապես որպեսզի ավելի քիչ կալորիականությամբ, ավելի քիչ էներգիա պարունակող սնունդ կիրառենք։ Մարետայի երկրորդ հարցը Հովանես Մկրտչի ջրով մկրտելուն է վերաբերում, ինչ խորհուրդային ուներ եւ ինչու հենց ջրով։ Ավետարանն ինքն ասում է, որ Հովանես Մկրտիչը մկրտում էր ջրով որպես ապաշխարության կոչ, եւ Հովանեսն ինքը անձամբ ասում է, որ իրենից հետո եկողը կմկրտի հոգով եւ հրով։ Ջուրը առհասարակ, ինչպես նաև ուրը, բայց ջրի մասով շատ ավելի մանրամասն մենք տեղեկություններ ունենք եւ օրենքներ կան 5 տակարանի մեջ լվացման, ջուրը միշտ մաքրագործող, սրբագործող գործառույթ է ունեցել եւ ծիսական պաշտամունքային կյանքում նույնպես ջրով զոհասեղաններ լվացվում, ջրով լվացվում էին մարդիկ ճաշակելուց առաջ, հաց ուտելուց առաջ, զոհաբերության հետ կապված լվացումներ կային, անմաքրությունից դուրս գալու տարբեր տեսակի լվացումներ կային։ Եվ հետաքրքրական է, որ հրեաները ունեին նաև լվացման ծես, երբ որ մեկը պիտի դառնար բազմաստվածությունից, հեթանոսությունից կամ անաստվածությունից, այսպես ասենք, եթե մեկը պիտի դառնար հրեական կրոնի, պիտի ընդուներ միակ ճշմարիտ Աստծուն, իրենք այս դարձի կարգի մեջ լվացման հատվածը շատ կարևորում էին, ինչպես որ մենք մկրտության ժամանակ ջուրն ենք օգտագործում։ Եվ երբ որ Հովանես Մկրտիչը լվանում էր մարդկանց մեղքերից ազատելու համար, ապաշխարության մկրտություն էր քարոզում Հորդանանում, սա հրեայի համար, Հովանես Մկրտչի ժամանակ ապրող հրեայի համար նույնն էր, որ Հովանեսը կանգներ եւ իրենց ասեր դուք բոլորդ դեռ ճշմարիտ Աստծուն ճանաչելու, դեպի Աստված գալու խնդիր ունեք, նույնը կլինի, որ որևէ մեկը գա մեզ այսօր ասի դուք մկրտված քրիստոնյաներ եք, բայց դուք դեռ նոր մկրտվելու եւ Աստծուն ճանաչելու խնդրի առաջ եք կանգնած։ Ուրեմն այսպիսի իրականում նշանակություն ուներ Հովանես Մկրտչի կողմից ջրով մկրտությունը, որի լրումը, կատարելությունը պիտի հասներ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հոգով մկրտության դրվագում, որը նաև առաքելական իշխանության փոխանցվեց առաքյալներին եւ բոլոր նրանց, ովքեր այդ հաջորդականության կրողն են։ Եվ այսօր, երբ որ մենք մկրտություն ենք անում, ջրով մկրտելով հանդերձ մենք հավատում ենք, որ Աստծո ներգործությունը կա, այսինքն ջուրը չի, որ մարդուն երկնքի արքայության համար ծնունդ է տալիս, այլ մարդուն երկնքի արքայության ժառանգորդ է դարձնում Սուրբ Հոգին։ Այս է վկայում հենց Հովանեսի ավետարանի խոսքը, որ եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը ժառանգել։ Շնորհակալ եմ Տեր այր մեր հարց ու պատասխանին մասնակցելու համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ հարցերի համար, կհանդիպենք հաջորդ կիրակի, հաջողություն։